Ռուսաստանում ծնված Չիկագոյում գործունեություն ծավալող մասնավոր ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարության նոր ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ։ Այս կառույցը վերահսկելու ավելի քան $200 միլիոն ներդրումներ Կենտրոնական Ասիայի առևտրի միջանցքում, այդ թվում Հայաստանի ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ հանքարդյունաբերության ոլորտներում։ Փոխվարչապետ Մերի Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով։ Նա նշել է, որ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը։ Հարավային Կովկասում տեղական խաղաղության եւ կանոնության ապահովումն Անկարայի արտաքին քաղաքականության գերակար առաջնորդություններից է։ Այս դրույթն արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվոին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ առավոտյան ԱՄՆ ուժերը հարվածների շարք են իրականացրել Իրանի դեմ։ Իրանի աղբյուրների համաձայն ամերիկյան հարվածների արդյունքում իրանական կողմն ունի 30 զոհ։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ ԱՄՆ-ում անցկացված World Open 2026 կայծակնային շախմատի մրցաշարում գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։